Եկեք միասին կանգնենք ոտքի մեր Տիրոջ սուրբ ներկայության առջև նրան երկրպագելու համար։ Փառավորում ենք քեզ, Տեր Աստված։ Մեծարում ենք քեզ եւ կանգնում ենք քո սուրբ գահի առաջ, քեզ մեծարելով, քեզ երկրպագելով։ Շնորհակալ ենք այս հիանալի միաբանության համար, այս հնարավորության համար, որ մեզ տվեցիր։ Շնորհակալ ենք այս միաբանության համար, այստեղ գտնվող յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար ենք շնորհակալ։ Շնորհակալ ենք քո գործող զորության համար, որ այս օրերին գործում ես, այս ժամերի եւ րոպեների մեջ, այս միաբանության մեջ գործում ես քո հրաշքներով, քո նշաններով, քո սուրբ ներկայությամբ այցելում ես մեզ։ Փառավորում ենք ու մեծարում ենք, երկրպագում ենք քո սուրբ անունը, հալելույա։ Եկեք բոլորով միասին միանանք այս երգերին, Տիրոջը փառավորող երգերին, ու մեր ձայները բարձրացնենք դեպի երկինք, որպեսզի մեր երկրպագությունը հաճելի լինի մեր Տիրոջը։ Տերը նայում է մեր սրտերին, Տերը փնտրում է իրան անկեղծ սրտով երկրպագողներին։ Եկեք այսօր դառնանք այդ անկեղծ սրտով երկրպագողները, հալելույա։ Բարձր ծափահարենք մեր Տիրոջը, որովհետև նրա սուրբ անունը արժանա ծափահարությունների, հալելույա։ Բոլորով եկենք մեր Աստված թագավոր է մեծափառ, մեր Աստված զորավոր է անսահման, հալելույա։ Մեր Աստված թագավոր է մեծափառ, մեր Աստված զորավոր է անսահման, Տերն է աշխարհի մեր քինակարը,
Ավելի վստահ թող դալիճ երկի մեր Աստված Մեր Աստված զորավոր է անսահման Բերե աշխարհի մեղքին ակարակ Կարմիր սովն է ճեղքել Կարմիր սովն է ճեղքել ամես Կարող է ամեն բան Չկա հնարի նրա համար ոչինչ Դե հեթանոսներն էլ բանակով իմ կողմ կան Խեղդվեն կարմիր սովի Կարմիր սովն է ճեղքել ամես համար Կարող է ամեն բան չկա հնար Դե հեթանոսներն էլ բանակով իմ կողմ կան Խեղդվեն կարմիր սովի ալիքների Մեծարում եմ քեզ Մեծարում եմ քեզ, մեծարում Դավիթ առաջ Փրկել ես ինձ հենց դու, փրկել ես քո անբիծ արյամբ Մեծարում եմ քեզ, մեծարում Դավիթ առաջ Փրկել ես ինձ հենց դու, փրկել ես քո անբիծ արյամբ Իտեք բարձր ծափարենք մեզ փրկող Տերերի Տեր արքաների արքային, ալելույա Զորությանը հավատում եմ Իսուս քո արյան Զորությանը հավատում եմ Իսուս քո գործով Զորությանը հավատում եմ Իսուս քո արյան Զորությանը Եկեք միասին եկենք հավատում եմ Հիսուս Հավատում եմ Հիսուս քո գործով Զորությանը Հավատում եմ Հիսուս Հավատում եմ Հիսուս քո արյան Զորությանը Եկեք ևս մեկ անգամ կրկնենք հավատում եմ Հիսուս քո գործով Զորությանը Հավատում եմ Հիսուս Հավատում եմ Հիսուս քո արյան Զորությանը Սավիթյան աշանես, Պարաբորի Սավիթյան աշանես, ով ինտեն, Սուրբ է Սավիթյան Պարաբորի Սավիթյան աշանես, Պարաբորի Սավիթյան աշանես, ով ինտեն, Սուրբ է Սավիթյան Կայնում եմ Իսուս, զորավոր Խոսքերիքո Քայլում եմ Իսուս ճշմարիտ խոսքերով Վստահում եմ Իսուս զորավոր Խոսքերիքո Քայլում եմ Իսուս ճշմարիտ Եկեք ևս մեկ անգամ ասենք Վստահում եմ Իսուս զորավոր խոսքերիքո Քայլում եմ Իսուս Ճշմարիտ խոսքերով Եվս մեկ անգամ եկենք վստահում եմ Իսուս Զորավոր խոսքերիքով Քայլում եմ Իսուս Ճշմարիտ խոսքերով Պարաբոր է Սավիթյան արժանես Պարաբոր է Սավիթյան արժանես Սուրբ է Սավիթյան Պարաբորի Սավիթյան արժանես Սուրբ է Սավիթյան Պարաբորի Սավիթյան արժանես Պարաբորի Սավիթյան արժանես Սուրբ է Սավիթյան Պարաբորի Սավիթյան արժանես
Ապահովեմ քո ներկայության մեջ, 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 Փառավոր ես հավիտյան արժան ես, Փառավոր ես հավիտյան արժան ես, Սուրբ ես հավիտյան, Փառավոր ես հավիտյան արժան ես, Փառավոր ես հավիտյան արժան ես, Սուրբ ես հավիտյան, Փառավոր ես հավիտյան արժան ես, Փառավոր ես հավիտյան արժան ես, Սուրբ ես հավիտյան արժան ես, ով իմ Տեր, Սուրբ ես հավիտյան, Փառավոր ես ով Տեր, Փառավոր ես հավիտյան արժան, Փառավոր ես Տեր, Փառավոր ես հավիտյան արժան, Փառավոր ես Սուրբ ես Սուրբ ես հավիտյան, եկեք մենակ դալիչ թող եկեք Փառավոր ես հավիտյան արժան ես, հավիտյան Փառավոր ես հավիտյան արժան ես, երկրպագենք մեր Տիրոջը, մեր ձայնը բարձրացնենք դեպ երկինք, Փառավոր ես հավիտյան արժան ես, ևս մեկ անգամ, Հալելույա, փառավոր ես, ով իմ Տեր, Սուրբ ես հավիտյան, միասին միանակ երկելով փառավոր ես հավիտյան արժան ես, Փառավոր ես հավիտյան արժան ես, Միայն դու ես փառավոր, Միայն դու ես հավիտյան արժան ես, Երկրպագում ենք ես, կանչում ենք քո մեր երկրի մեջ, Հալելույա, փառավորում ենք ես, Փառավոր ես հավիտյան արժան ես, Փառավոր ես հավիտյան արժան ես, ով իմ Տեր, Սուրբ ես հավիտյան, Միասին դավանենք, ապահովեմ քո ներկայության մեջ, ապահովեմ քո ներկայության մեջ, ապահովեմ քո ներկայության մեջ, ապահովեմ քո ներկայության մեջ, ապահովեմ Եկեք դալիչի թող ավելի վստահ երկի, վստահ երկրպագենք, մեր ձայները չափսոսան Տիրոջի երկրպագելու համար, հալելույա, ապահովեմ միայն քո ներկայության մեջ, իմ ապահովությունն ես դու Տեր, իմ ապահովությունն է քո ներկայությունը, իմ պաշտպանությունն է, իմ ամրոցն է քո սուրբ ներկայությունը, հալելույա, իմ Տեր, ապահովեմ քո ներկայության մեջ, եկեք բարձր ծափահարենք նրա ներկայությանը, նրա ներկայությունն այստեղ, հալելույա, Իմ նեղությանը սորը տերը պանդրեցի
ամբողջ գիշեր ձեռքերս վեր տարածեցի ու իմ ասուն լսեցի իմ աչքերը արտում վարեցի ու իմ օրերը միտս վերեցի գիշերն ամեջ երկնս երկեցի ու իմ ասուն հանդիպեցի Դասին ասենք Երջերեք ես տեսանով աստված Երջերեք ես տեսանով ացի Անդուները սարսափեցին ամպերը կապեցին Երկինքները ձայնանեցին Երջերեք ես տեսանով աստված Երջերեք ես տեսանով ացի Անդուները սարսափեցին ամպերը կապեցին Երկինքները ձայնանեցին Երկինքները ձայնանեցին Երկինքները ձայնանեցին Ասում մանրեցի Իմ եղության ստորները բանդեցի Ամբողջ գիշեր ձեռքերս վեր տարածեցի ու իմ ասում լսեցի Իմ աչքերը արտում վարեցի ու իմ օրերը միտքս վերեցի Գիշեր ամեջ երկնս երկեցի ու իմ ասում հանդիպեցի Երջերեք ես տեսանով աստված Երջերեք ես տեսանով ացի Անդուները սարսափեցին ամպերը կապեցին Երկինքները ձայնանեցին Երջերեք ես տեսանով աստված Երջերեք ես տեսանով ացի Անդուները սարսափեցին ամպերը կապեցին Երկինքները ձայնանեցին Երկինքները ձայնանեցին Holy, holy, Lord, you're worthy, and I'm honored to sing your praise. King of glory, God Almighty, hallowed be your name. All creation, every nation has its being by your word. As it is done up in heaven, let it be done here on earth. Let it be done. Hallowed be your name. Hallowed be your name. Hallowed be your name.
Հրաշագործ արքա Աստված իշխանության Սուրբ է անունը Տեր Ամեն, հալելույա Եկեք բոլորս միասին Տիրոջը բարձր ծափահարենք Արժան է մեր Տերը առնելու ողջ փառքը, պատիվը, մեծարանքը, գովեստը Մենք խոնարհվում ենք եւ գոհանում ենք քեզանից Փառավոր Հայր Մենք այսօր քո անունով ենք հավաքված Հիսուս այստեղ քո մեծ ողորմության եւ քո շնորհքի համար Եվ թող փառալի քո մեծ անունդ Բերում ենք քո սուրբ ձեռքիդ մեջ օրվա ընթացքը Տեր ջան, խնդրելով քո ողորմությունը, բաց երկինքը, երեսդ փայլեցրա, հոգին թափիր Տեր, խափանիր ամեն սատանայի խավարի դիվային աշխարհի ծրագիր եւ խորհուրդ Տեր։ Եվ թող ամեն բան քո փառքիդ մեջ եւ քո անվան փառքին ծառայի։ Բերում ենք քո ձեռքիդ մեջ մեր երկիրը, մեր ազգը, այսօրվա օրվա ընթացքը, շարունակիր խափանել ամեն սատանայի խորհուրդ, դիվային ծրագիր Տեր։ Թող խավարի իշխանության հպատակները միշտ հանդիպեն դիմադրությունների, միշտ հանդիպեն պատի, միշտ հանդիպեն քո սուրբ ձեռքերի ու խափանվեն, արմատից խլվեն, չորանան հավիտյանս հավիտենից, որ նրանց ճղները այլևս տերև չտա, որ նրանց ճղները պտուղ չտա, եւ նրանց պտուղը թափվի, եւ նրանք արմատախիլն են մեր երկրից, մեր ազգից, ամեն խավար ուժերը եւ նրանց հպատակները։ Եվ թող քո անունը սիրողները բարձրանան, քո անունը կանչողները, քո անունից շամաչողները փառավորեն, արդարության, քո հուսին, հուսացողները, թող միշտ դալար լինեն եւ կանաչեն։ Փառավորում եմ քեզ։ Անօրենի հետ մտքով անօրենացողը անօրենա Գողի հետ գողացողը եւ գողին հավանություն տվողը գողը Ամեն մեղքի պղծությանը հավանություն տվողը այդ մեղքին գործակիցը Բայց մենք գործակից ենք քո փառքին եւ քո սրբությանը Եվ նզովում ենք ու նզովվելու ենք Եվ որպես եկեղեցի խափանում ենք ու խափանելու ենք Ամեն մեռի ծրագիր Ամեն խավարի ծրագիր Փառ քո սուրբ անվանը Քո սուրբ ձեռքիդ մեջ ենք մեր ազգը, մեր ժողովուրդը Մեր ժողովրդի միտքն ու սիրտը առաջնորդիր իմաստության մեջ Տեր Առաջնորդիր շնորհքի մեջ Թող քո ժողովրդի մտքի սրտի հոգու լույսը քո հոգուց գա ամեն կուրություն հեռանա Եվ թող ամեն բան մեջ փառավորվի քո անունդ Հայր Հիսուսի անունով Ով Աստված հեթանոստերը մտան քո ժառանգության մեջ Պղծեցին քո սուրբ տաճարը Երուսաղեմ ավերակն արին Նրանք քո ծառաների դիակները կերակուր տվին երկնքի թռչուններին Եվ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին Նրանց արյունը թափեցին ինչպես ջուր Երուսաղեմի 4 կողմով Եվ թաղող չկար Մենք նախատին եղանք մեր դրացիներին Ծաղր եւ անարգանք մեր 4 կողմով եղողների առաջին Մինչև երբ Տեր կբարկանաս իսպար եւ քո նախանձը կրակի պես կփորփոքվի Թափիր քո բարկությունը այն ազգերի վրա որ քեզ չեն ճանաչում եւ այն թագավորությունների վրա որ քո անունը չեն կանչում որտեւ նրանք Հակոբին կերան եւ նրա բնակությունը ավելեցին Մի հիշիր մեզ դեմ առաջի անօրենությունները Թող շուտով հասնեն մեզ վրա քո ողորմությունը Որովհետև մենք շատ տկարացանք Օգնիր մեզ ով մեր փրկության Աստված Քո անվան փառքի համար եւ փրկիր մեզ եւ քավիր մեր մեղքերը քո անունի համար Ինչու ասեն հեթանոսները թե որտեղ է նրանց Աստվածը Թող հեթանոսների մեջ մեր աչքի առաջին հայտնվի այն քո ծառաների թափված արյան վրեժը Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնե Քո բազուկի մեծության պես ապրեցրու մահի որդկանց Յոտնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մեջ
իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին ով Տեր։ Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արոտի հոտն ենք։ Հավիտյան կգոհանանք քեզանից եւ քո գովասանքը կպատմենք ազգից մինչեւ ազգ։ Հալելույա։ Փառքես ամեն Տեր։ Թող խափանվեն եւ արմատից խլվեն քո անվան դեմ ամեն տեսակի խավարի ուժերը։ Մենք փառավորում ենք քեզ, մենք գովաբանում ենք եւ մեծարում ենք քեզ։ Հալելույա։ Օրհնյալ անունդ ենք փառավորում։ Եվ նրանք, ովքեր որ քո անունը ծաղրում են քեզ փառաբանողների, նրանք պիտի արմատից խլվեն, բայց քեզ փառաբանողները հավիտյան պիտի բարձրանան Տեր։ Ինչպես Դավիթ թագավորը որ պարում էր եւ կակավում էր քո առաջ։ Ոչ թե դիվային կեղծավորության եւ տարբեր կոմպլեքսներով, այլ քո հոգով էր ուրախանում, որտեվ քո առաջ ուրախանալը մեծ ցնծություն է։ Փառք Տիրոջը եւ ցնծավ առաջ։ Ցնծա, ուրախացի, գոհաբանի, բարի, թող ամեն կեղծավորություն, թող ամեն նախանց, թող ամեն դիվայի, ամեն տեսակի կապան քանդվի Հիսուսի անունով։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը, հալելույա։ Արդուր Տիրոջը բարձրացրա նրա անունը, թող բոլոր անուններն այսօր խոնարհվեն մեկ անվան առաջ, թող մեր Տիրոջ անունը բարձրանա եւ նրա անունը փառավորվի եւ մեծարվի, հալելույա։ Անորենությունները, թող շուտով մեզ դրանցնեն ողորմությունները, ինչու ասեն հեթանոսները ուրենած Աստվածը, ինչու ասեն հեթանոսները ուրենած Միշի, նորից միասին ասենք Միշի վերաչա անորենությունները, թող շուտով մեզ դրանցնեն ողորմությունները, ինչու ասեն հեթանոսները ուրենած Աստվածը, ինչու ասեն հեթանոսները ուրենած Աստվածը Քրոման փառքի համար, որդին մեզ, ով մեր փրկության Աստված, ով մեր փրկության Աստված Քրոման փառքի համար, որդին մեզ, ու մեր մեղքերը ներիր, ու մեր մեղքերը Քրոման փառքի համար Քրոման փառքի համար Որդին մեզ, ով մեր փրկության Աստված, ով մեր փրկության Աստված Քրոման փառքի համար, որդին մեզ, ու մեր մեղքերը ներիր, ու մեր մեղքերը Բայց մենք քո ժողովուրդը, արոտի ոչխարներ ենք, հավիտյան քեզ կգոհենք, հավիտյան քեզ կգոհենք, ու քո փառքը պիտի մենք, պատմենք սերնդեր սերունդ, ու քո փառքը պիտի մենք, պատմենք սերնդեր սերունդ Բայց մենք քո ժողովուրդն ենք, արոտի ոչխարներ ենք, հավիտյան քեզ կգոհենք, հավիտյան քեզ կգոհենք, ու քո փառքը պիտի մենք, պատմենք սերնդեր սերունդ, ու քո փառքը պիտի մենք, պատմենք սերնդեր սերունդ Կոմա Քրոման փառքի համար, որդին մեզ, ու մեր փրկության Աստված Քրոման փառքի համար, որդին մեզ, ու մեր մեղքերը ներիր, ու մեր մեղքերը Քրոման փառքի համար, որդին մեզ,
ով մեր փրկության Աստված, ով մեր փրկության Աստված, գովան փառքի համար, օրդիր մեզ, ու մեր մեղքերը ներիր, ու մեր մեղքերը, ինչու ասեն հեթանոսները, ինչու ասեն հեթանոսները, ուր է դրած Աստվածը, ինչու ասեն հեթանոսները, ուր է դրած Աստվածը, ուր է դրած Աստվածը, ինչու ասեն հեթանոսները, ուր է դրած Աստվածը, բայց մենք քո ժողովուրդը արոտի բաժանքներն ենք, հավիտյան քեզ կգովենք, հավիտյան քեզ կգովենք, ու քո փառքը պիտի մենք, պատմենք սերնդեսերուն, ու քո փառքը պիտի մենք, պատմենք սերնդեսերուն, հիշիր մեր առաջվան, հիշիր մեր առաջվան, անօրենությունները, թող շուտով մեզ հրացնեն, քո ողորմությունները, ինչու ասեն հեթանոսները, ուր է դրած Աստվածը, ինչու ասեն հեթանոսները, ուր է դրած Աստվածը, բայց մենք քո ժողովուրդը արոթի գառնուկներն ենք, հավիտյան քեզ կգովենք, հավիտյան քեզ կգովենք, բայց մենք քո ժողովուրդն ենք, պատմենք սերնդեսերուն, ու քո փառքը պիտի մենք, պատմենք սերնդեսերուն, քո փառքի համար, օրդի մեզ, ով մեր փրկության Աստված, գովան փառքի համար, օրդի մեզ, ու մեր մեղքերը ներիր, ու մեր մեղքերը ներիր, Հալելույա, փառքես, Բարձրացրա Տիրոջը, փառավորի նրա անունը, ամեն, Տերը մոռացել է մեր բոլոր անունությունները և ներել է մեզ, մեր բոլոր մեղքերը, և ինչպես մենք արդեն որոշել ենք, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 և ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պառկած և բոլոր հիվանդների համար, հատկապես երեխաների համար։ Եվ մենք այսօր այստեղ Տիրոջ եկեղեցին հավաքված են, որպեսզի աղոթքով բարձրացնենք բոլոր այն հիվանդությունները, ցավերը Տիրոջ առաջ և Տիրոջ ողորմությունը խնդրենք, որպեսզի Տերը վերցնի այդ ամենը։ Եվ միացիր մեզ, որտեղ որ գտնվում ես հիվանդանոցում, տանը, ինչ միջավայրում, որ դու այսօր ուզում ես աղոթես, գիտես, երբեք այդ ստերը մի ընդունի, թե իբրև Աստված քեզ չի լսում։ Հիսուս Քրիստոս հասանելի է ամենուրեք։ Հիսուսը իր երկրավոր ժամանակավոր կյանքում հատուկ տեղերում մարդկանց բժշկության համար չէր ծառայում։ Գնում էր նրանց տները, մարդկանց հանդիպում էր փողոցներում, գետի ափին, անապատում, սարի վրա, ամենուրեք Տերը հասանելի էր իրեն աղոթող և իր անունը կանչող ժողովրդին։ Այսօր էլ մենք հավատում ենք, որ Տիրոջ ողորմությունը մեզանից երբեք ու երբեք չի պակասելու և Տիրոջ ձեռքը մեզ հասնելու է։ Եվ ես աղոթում եմ, որ այսօր հոգու զորությամբ հավատքով լցվես և քո ձեռքը դնես քո հիվանդ մարմնի այն հատվածի վրա, որ քեզ անհանգստացնում է և մենք Տիրոջ անունով պիտի աղոթենք, որտև գիտես, մի մարմնի անդամը, եթե մարմնի վրա է, ինքը մեծ ուժ ու զորություն ունի։ Մենք այստեղ բոլորս Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Եվ ես մենակ չէ, որ պիտի աղոթեմ, այլ այստեղ բոլորս միասին պիտի աղոթենք և բոլորս միասին պիտի խնդրենք Տիրոջը քո բժշկության համար։ Եվ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը Տեր Հիսուսի անունով դեպի երկինք, դեպի Տիրոջ գահը։ Եվ աղոթում ենք և աղակում ենք, որ քո հայրական ողորմություն անես, իմ Տեր, իմ Փրկիչ, իմ Աստված։ Բոլոր նրանց, ովքեր որ հիմա հավատքով միացել են մեզ ուղիղ եթերով և իրանց ձեռքը դրել են իրանց հիվանդ մարմնի հատվածի վրա։ Տեր, ես աղոթում եմ, որ քո զորությունը գնա, քո ջերմությունը, քո կրակը, քո հոգու զորությունը հպվի, Տեր, քո աստվածային ուժն ու զորությունը, Տեր, բոլոր այն մարդկանց համար եմ աղոթում և խնդրում, որոնք որ իրանց ձեռքը դրել են իրանց մարմնի հիվանդ հատվածի վրա, Տեր։ Դու կենդանի Աստված ես, դու բժշկարար Աստված ես, թող քանդվեն ամեն խավարի կապանքները և ջախջախվեն ամեն սատանայի և խավարի
հիվանդության շղթաները։ Հիսուսի անով դու երեք այսօր եւ հավիտյան նույնն ես իմ հայր։ Իմ փառավոր Տեր, դու միակն ես եւ աննման ես։ Դու բժշկել ես Տեր իմ Աստված։ Եվ քո բժշկությունը գերբնական զորությամբ հասանելի է եղել եւ հասանելի է ամեն քեզ աղոթով եւ խնդրող անձի համար։ Եվ ես աղոթում եմ, որ հենց հիմա ամեն հիվանդությունները եւ ամեն ցավերը նահանջեն, ուռուցքները, ներքին հոգեկան անխաղաղությունները, վախերը, տագնապները Տեր Հիսուսի անով թող նահանջեն։ Եվ մենք աղոթում ենք, որպեսզի քո բժշկարար զորությունը հպվի ամեն երեխայի, մանուկի, պատանի, որ հիմա հավատքով միացել է մեզ Տեր։ Եվ ես աղոթում եմ, որ ամեն անբուժելի հիվանդություն Տեր, քո զորավոր, փառավոր, ամենակարող վերքերով բժշկես։ Որտեվ քո վերքերիդ մեջ բժշկություն կա եւ ամեն ցավ վեր արտեր։ Ամեն հետ վիրահատական process թող քո սուրբ հոգու վերահսկողության տակ անցնի։ Բոլոր նրանք, ովքեր որ հիմա վիրահատարաններում են Տեր պարկած եւ վիրահատություն են Տեր իմ Աստված անցնում։ Ես աղոթում եմ, որ այդ բժիշկների ձեռքով դու վիրահատես եւ ուժուսորություն տաս բոլոր այն բժիշկերին, ովքեր որ վիրահատարաններում ծանր վիրահատություններ են անում, իմաստություն տաս։ Ամեն ամենի վիճակներից դու դուրս բերես եւ քո փառքը դու երևատես։ Ես աղոթում եմ բոլոր հիվանդանոցներում պարկած ու սահատված եւ ընկճված հիվանդների համար։ Դու անցիր այդ հիվանդասենյակներում, լցրա քո ներկայությամբ եւ փառքով այդ հիվանդանոցներու հիվանդասենյակները, թող մարդիկ շոշափելի զգան քո ներկայությունը եւ քո զորությունը, սուրբ հոգուդ զորությունը, թող նրանց մարմնից մաքրի ու հեռացնի ամեն ախտեղություն։ Եվ նրանք բժիշկների վերահսկողության տակ ես աղոթում եմ, որպեսզի Տեր իմ Աստված այս ժամանակահատվածը անցկացնեն քո գերբնական զորության միջամտությամբ, որ բժիշկները հաջորդ հետազոտությունների ընթացքում վկայեն եւ ասեն այս հրաշքը Հիսուս, ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր անց ձեռքերը դրել իրենց հիվանդ տեղի վրա Տեր, բոլոր ներքին օրգանների հիվանդությունները բժշկողը դու ես։ Ես աղոթում եմ, որ կաղերի ոտքերը լցվեն զորությամբ, խորերի ականջները քո հոգուտ զորությամբ բացվեն, գույր աչքեր բացվեն, լույս կա, փառքդ երևա, ամեն հիվանդ, ամեն կապանք թող հանդվի։ Տիրոջ զորավոր ջերմությունն ու կրակն եմ խոսում, որ անցնի ու մաքրի քո մարմինը։ Ով Հիսուսի անով, պարգիր եւ փակիր քո աչքերը։ Եվ այս ընթացքում ուղղակի հավատքով ինձ հետ միասին աղոթիր ու ասա. Տեր, ես քո վերքերով բժշկված եմ։ Ասա, Հիսուս, ասա այս անունը, Հիսուս, ես իմ սրտիս մեջ ընդունում եմ քեզ, որպես Տեր ու Փրկիչ։ Ասա, ներիր ինձ, եւ քո անունով մաքրիր ինձ, իմ բոլոր մեղքերից, մաքրիր ինձ։ Ասա, շնորհակալ եմ քեզանից, որ խաչի վրա ինձ համար չարչարվել ես եւ կյանքդ ես տվել։ Ներիր ինձ Տեր, ասա։ Երբ որ դու ասես ներիր ինձ Տեր, Աստված մարդ չի, որ քեզ դարերով ների, Աստված այդ նույն վարքյանում քեզ ներում է։ Եվ այս ներումը, որ Տերը խաչի վրա իր փառավոր հաղթանակով շնորհեց մեզ ծրի ներումը, որ մենք մեր մեղքերի համար պատիժ չկրեցինք, այլ նա մեզ համար այդ պատիժը կրեց։ Նա անեծք եղավ մեզ համար եւ նա մեր անեծքները վերցրեց, մեր հիվանդությունները, ցավերը եւ այդ բոլոր ցավերի հիվանդության հեղինակին հաղթեց ու խայտարակեց խաչի վրա։ Նա այսօր իր ձեռքը մեկնում է քեզ, դու էլ քո ձեռքդ մեկնիր ու ասա. Հիսուս, դու ես այսօրվանից իմ Տերը։ Ասա, շնորհակալ եմ, որ ներեցիր, լսեցիր իմ աղոթքը եւ ես ընդունում եմ քո գերբնական բժշկությունը իմ մարմնի մեջ։ Հալելույա, փառք ես Տեր։ Արի միասին բարձր ծափարենք Տիրոջը, փառք Տիրոջը եւ ասենք. Հալելույա, քեզ արժան ես ողջ փառքը, պատիվը մեծարանք առնելու։ Ամեն։
Տերով դիգակ նստեք։ Պարտիրոջը, հալելույա, այսօրվա համար։ Գիտես, այսօր հրաշալի օր է, այսօր օրհնյալ օր է։ Մենք համար, մեզ համար այսօր տոն է, որովհետև ամեն կիրակի մենք հիշում ենք ոչ թե մեռած, ոչ թե անկենթան, անշունչ, այլ կենթանի Հիսուսին։ Գիտես, նրանք ովքեր որ Հիսուսի հարության մասին չգիտեն, որ Հիսուսը հարություն առել, նրանք ովքեր որ չգիտեն, որ Հիսուսը կենթանի է, նրանք Հիսուսի արձանը, նկարը, գիտես ինչ որ պատկերը իրանց համար փորձում են դարձնեն Աստծու նման եւ երկրպագեն։ Բայց Աստված ոչ նկարների մեջ է ապրում, ոչ էլ արձանների։ Գիտես, Աստված ասում է ձեզ համար կուրքեր մի սարքեք։ Գիտես, ես որ կենթանի եմ, իմ երեխաները ինձ հետ նկարով եւ արձանով չեն շփվում։ Ես չգիտեմ, իմ մահից հետո կարող եմ արձանը կանգնացնեն, Աստված չանի։ Բայց ես մտածում եմ, որ իմ նկարս կհիշացնի երևի այն մասին, որ ես երկրի վրա ապրել եմ։ Բայց դա էլ ոչ մի բան չի փոխի, որովհետև ես չեմ լինի։ Իսկ Հիսուսը մեռելների միջից հարություն առել։ Մենք կարիք չունենք Հիսուսի հետ նկարով եւ արձանով խոսենք։ Ես այսօր տեսնում եմ, որ Հայաստանում ինչ որ արձանաշինության մեծ մրցույթ է գնում։ Բայց դա Աստծուն հաճելի չի, դա Աստծո կամքը չի։ Աստված արձանով չի Հայաստանը պահելու։ Պիտի Աստծուն մեր մեղքերից դառնանք։ Գիտես, երբ որ մարդը չի փոխվել, մարդը վայրենի է եւ վայրենու պես է խոսում մարդկանց հետ։ Արձանը չի փրկի։ Պետք է մարդու մեջ սեր գա։ Գիտես, Հիսուսը ոչ մեկի հետ սպառնալով կամ վախացնելով չէր խոսում։ Վախկոտ մարդիկ են ուզում վախացնեն։ Գիտես, աշխարհի ամենավախկոտ մարդիկ պահկված են իրենց վախերի մեջ։ Եվ դա իրանց երեսի վրա երևում է։ Իրանք ուզում են վախացնեն։ Դա աշխարհի ամենավախկոտ մարդիկ են, տշվար մարդիկ։ Չգիտեմ, սենց աչքերի ունքերն են երկարացնում, այդպես մազերն են բերում, աբորիգենի ինչ որ կերպար են ընդունում, միրուքը սենց ինչ որ սենց բան են անում։ Հեսից աչքերը սենց ինչ որ մեկը մտածում ասում է, ինչի պետք է որ քեզնից վախենան, հո դու հրեշ չես։ Դա ուղեղի մեջ տեղի ունեցած սխալ ինֆորմացիա է դիվային աշխարհից։ Գիտես, Աստվածաշունչը մարդը ով է մարդուց վախենաս։ Դες որ Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ, Գողիաթը իրան շամպես զգաց։ Բոլոր նրանք ովքեր որ ուզում են քեզ վախացնեն, Աստված նրանց քո առաջ շամպես կդարձնի։ Սատանայի եւ խավարի դիվային ուժերի նպատակը էդ է, որ մեր մեջ վախ բերի, բայց Աստվածաշունչը ասում է, որ վախը տանջանքի ենթակա է։ Դա նորմալ բան չի, երբ որ մարդը վախենում է եւ փորձում է վախացնի, դա դիվային ազդեցություն է, ուրեմն մարդը դիվային ազդեցության ներքո է։ Գիտես, Աստված կողմնակից չի իմ մեղքերին, սխալներին։ Աստծո համար ես երկրի վրա ոչ մի բան չեմ կարող անեմ։ Ոչ իմ կառուցած արձանը, ոչ իմ կառուցած շենքերը, եկեղեցիները չեն փոխելու Աստծո դիրքորոշումը իմ նկատմամբ, եթե ես չդառնամ իմ մեղքերից ու չխոնարհվեմ ու չդադարեմ մարդկանց վախացնել, ստորացնել, նենգաբար վարվել, մեղավորին արդար ասել։ Մարդ, երբ որ չի ուզում ընդունել իր մեղքերը, ինքը զբաղվում է ինչ որ Աստծուն հաճելի գործողություններով։ Բարեգործությունը չի փրկում մեզ։ Երբեք Աստծուն չես կարող հաճեցնես 1000 հոգու հաց տալով։ Դա չի փրկում քեզ։ Փրկությունը կենթանի Հիսուս Քրիստոսն է, արձան Հիսուս Քրիստոսը չէ, անկենթան անշունչ Հիսուս Քրիստոսը չէ։ Երբ որ մարդու մեջ Հիսուս ապրի, մարդը արձան ու նկար չի պաշտի։
Հասկանում ես։ Բայց եթե դեռ մարդը Հիսուսին չի ճանաչում, իսկ Հիսուսին ճանաչելու համար պետք է քո մեղքերդ խոստովանես։ Մեղքից ապաշխարես։ Ամեն։ Եթե այսօր դու մի հատ գիշերային ակումբ ունես, եւ այդտեղ մարդիկ զբաղվում են անառակությամբ, թմրամոլությամբ, ամեն տեսակի պիղծ գործողություններով, ու դու Աստծուն ինչ-որ հաճելի գործողություն ես անում, ասենք մի հատ Հիսուսի համար տաճար ես սարքում, դες Հիսուսը ինչ ասում, ասում է գնա ու որոշի, ում ես ծառայում, դևերին թե ինձ, գնա փակի քո գիշերային պղծանոցը, ապաշխարի դարի ինձ, խոնարհվի իմ առաջ, կարևոր չի ինչ չափերի ես, քանի կիլո ես, մի բան կա, որի առաջ դու պետք է խոնարհվես, որտեվ դու ճիճվի կեր ես, դառնալու շուտով։ Իսկ ամեն մարմին, որ ես կյանքից հեռանա, հանդիպելու է նրան, ոչ թե արձան, այլ կենդանի Աստծուն, այն ժամանակ կիմանաս վախը որն է։ Այն ժամանակ կիմանաս, որ ամբողջ ազգը ումից պիտի վախենա։ Եվ ապա այս վախի անեծք Հայաստանում քանդվում է եւ այսօր վերջնական արմատախիլելու քանդվելու է։ Ես հասկանալու եմ մի բան, որ Տիրոջ փառք ու զորություն այս երկրի մեջից ազատագրում է նման ինչ որ կերպարներից, որոնց այս ազգը միշտ ոնց վախեցել է ու իրանց հետ նկարվելը, իրանց հետ շփվելու, հաղորդակցվելը պատիվ է եղել։ Ես հենց այսօր դրա մասին եմ ուզում խոսեմ։ Հասկանում ես։ Գիտես, մի հատ դատարկություն կա, որ երբեք չես լսնի արձաններով, շենքերով, ինչ-որ սատկած այռուցներով, հասկանում ես։ Գիտես, մեռած մարդը սիրում է մեռելների հետ շփվի։ Ամեն։ Ով կարա այռուց հեծնի իրական, կարա մեկ այռուց հեծնի։ Կարաս գնաս այռուց իրան նստես քշես։ Բայց մարդը ուզում է իրան այդպիսի կերպարի մեջ դնի, յան ինքը այռուց քշող է։ Այ էշ քշող։ Դու այռուց կարաս քշես։ Այռուցը տենաս։ Բայց մարդը իրան ուզում է երևակայի, որ ինքը կարա այռուց քշի, կարա վագր քշի, բայց ես մի բան եմ ուզում ասեմ քեզ, որ ամեն մեկիս մեջ պետք է մի բան կա, որ մենք Աստծո զավակներս այռուցի, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի ժառանգներն ենք։ Ամեն։ Սատանան այլևս մեզ չի կարա լծի, մեզ չի կարա քշի։ Հասկանու ես ինչ եմ ասում։ Որտեղ մենք Հուդայի այռուցի ցեղն ենք, ասա ամեն։ Եվ սա իրականություն է։ Մարդ, որ իրան Աստծուց վերադնում, պիտի խոնարհվի հողի մեջ։ Հպարտ, գոռոզ, մեծամիտ, իր մասին ես իմ ինչ կարծիք ունեցողների կարծիքը հոտս է ցնդելու։ Գիտես ինչի համար։ Որտեղ Հայաստանում Աստված կա, եւ այդ Աստվածը արցան չի, դա կենթանի մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որը բնակվում է մեր սրտերի մեջ, որի հետ հանդիպելու համար աշխարհի տարբեր երկրներից պետք չի գան ու արցան տեսնեն, կգան ու մեր մեջ կտեսնեն։ Ամեն։ Սա Տիրոջ փառքն է։ Իսկ նրանց համար ովքեր որ սիրում են վախը, վախենալը, վախացնելը, ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, Հիսուս Քրիստոս նզովեց, Հիսուս Քրիստոս խաչի վրա խայտարակեց ողջ դժոխքը նրա բոլոր կամակատարների հետ։ Գիտես, մի հատ պիղծ կենդանի կար, անունը Ներոն էր։ Այս թշվառը ուզում էր մարդկանց վախացներ, վախ ներշնչեր։ Եվ ինքը շատ էր վախ ներշնչել հասարակ մարդկանց մեջ։
Բայց երբ որ դուրս եկան Աստծո մարդիկ, երբ որ դուրս եկան այրուցները իսկական ու մռնչացին, ոչ թե այրուց հեծնողները, այլ հենց իրական այրուցները, այդ բոլոր ներոնիկները միանգամից իրենց ներքնաշխարհում սարսափ ապրեցին։ Գիտես, դժողքը սարսափում է Աստծո ծառաներից եւ Աստծո զավակներից։ Ասում ամբողջ Իսրայելի մեջ վախ ընկավ, գիտես ումից։ Առաքյալներից վախ ընկավ։ Գիտես, ողջ կոմունիստական հասարակությունը սարսափում էր ու կապտած էր, գիտես ումից։ Աստծո ժողովրդից, քրիստոնյաներից, բայց նրանք խայտառակ եղան։ Դες ինչի համար, որովհետև Աստծո վրա հույս դնողը երբեք խայտառակ չի լինելու։ Դες դժողքի տենց ներկայացուցիչներ կան, մտածում են, որ ասենց միշտ տենց ինչ-որ մտածում են, որ այս ամեն ինչի վերջը, այս ամեն ինչը։ Ես քեզ մի բան ասեմ, եթե ինչ-որ մի բանի վերջը եկել է, ինքը էլ չի կարա ինչ-որ մեկի վերջը սպասի։ Դժողքին Հիսուսը 2026 տարի առաջ ստորացրել է, ոչնչացրել է, խայտառակել է, հայտնապես։ Երբ որ սատանայի դիվային աշխարհի ներկայացուցիչները, որ հələ չգիտեն, որ ոչ էսյան են, ոչ այնյան, տենց մարդիկ կան, չէ՞, սենց ինչ որ սպասում են այս ընտրություններին, լտնան որ կողմ են գնալու, եւ իրանց համար այս ընտրությունները որոշում է իրանց կյանքի արժեքը։ Սիրելի քույր եղբայրներ, մեր կյանքի արժեքը արդեն 2027 տարի առաջ որոշվել է։ Հասկանում ես ինչ եմ ուզում ասել։ Միևնույնն է, այն իշխանությունը, որ Աստված մեզ տվել է, մենք վերցնում ենք եւ օրհնում ենք բոլոր այն իշխանություններին, որոնք Աստծուց են, կան, եղել են ու կլինեն։ Բայց այն ամենը, ինչ որ մեր Տիրոջ հետ կապ չունի, եւ փողը, փառքը եւ իրանց ստամոքսն է իրանց Աստվածը, այդ Աստվածները պարտված են, իսկ Տիրոջ անունին հուսացողները երբեք ամոթով չեն մնա։ Եվ մենք փառավորում ենք մեր Տիրոջ անունը։ Գիտես, Հիսուսը մեծ հաղթանակ տարավ, եւ այդ հաղթանակը փոխանցեց առաքյալներին։ Ներոն կայսր, որ ահու սարսափ էր փչում ամբողջ աշխարհի մեջ, ռոմեական կայսրություն ամենադաժան, ամենաըմբոստ, Աստծո դեմ, Աստծո որդուն խաչը հանեց։ Բայց գիտես ինչ եղավ։ Աստծո զավակների ոտքի տակ մնաց։ Դες ինչի համար, որտեղ Պետրոսը, Պողոսը, մնացած բոլոր առաքյալները դուրս եկան եւ Հիսուսի անով տապալեցին այդ կայսրությունը։ Մենք տապալում ենք խավարի ամեն կայսրությունն ուժերը Հիսուսի անով, որոնք մեր Տիրոջ անունի հետ կապ չունեն։ Եվ մենք այսօր Տիրոջ անով մի նոր հաղթանակ ենք հռչակում, հզոր ու փառավոր հաղթանակ։ Գիտես, մենք արդեն, ես 33 տարի է, դուք չգիտեմ մարդը 15, 16, բայց ես արդեն այս ծառայության մեջ 25 տարի է, անկախ նրանից ով է եղել այս երկրի մեջ ղեկավար, ինձ համար իմ Տերս եղել է առաջինը։ Եվ ես աղոթել եմ, որ ամեն իշխանություն Տիրոջը խոնարհվի։ Եվ փառ Տիրոջը, որ այսօր մենք ունենք այդպիսի իշխանություն։ Եվ մենք հավատում ենք, որ մեր իշխանությունը հզոր է, որտեղ մեր իշխանությունը Տիրոջից է։ Եվ մենք ենք այսօր որոշում ու աղոթում Հայաստանի ապագայի համար։ Ամեն, մարդը չի որոշում։ Գիտես, ես սիրում եմ ուրիշ երկրներում ապրող հայերի, բայց երբ որ իրանք զանգում են կամ հետս խոսում են ու հետաքրքրվում են Հայաստանի ու սկսում են որ բողոքել իշխանություններից կամ ինչից, ես մի բան եմ ասում, դու ինչ, ես չեմ ասում կոպիտ, ինչ գործ ունես Հայաստանի հետ, բայց դու ինչ ես բողոքում։ Որովհետև դու պետք է բողոքես այն երկրի իշխանությունից, որտեղ որ դու ապրում ես։ Ու դուք պատկերացնում եք 2 ժամով Հայաստան եկած ինչ-որ մեկը պիտի որոշի, ես այստեղ ոնց պիտի ապրեմ։ Դա չի լինելու հավիտյան հավիտենից։ Դες ինչի,
որտեվ ես եմ որոշում, դու ես որոշում, ոնց պետք է ապրենք այս երկրի մեջ։ Գիտես, ով ուզում է լավ ապրի, թող գա Հայաստան, բայց մեր հաշվին, մեր վատ ապրելու հաշվին, մեր աղքատ լինելու հաշվին, որ դուք պատկասեք, որ մենք դրսից մուրանք, ասենք, իմ լավ բարեկամ, ապրող Ռուսաստանում, Ամերիկայում, $100 կտաս, ինքն էլ ասի, դե գիտես ինչ որ ասեմ Հայաստանում ուտես կանց, որ ես ընդ լավ ապրեմ։ Սիրելի քույր եղբայրներ, մենք խափանում ենք այս անեծքը, աղքատության, մեկ էլ մի հատ բար, պանդխտության այդ անեծքը։ Մենք խոսում ենք Հայաստանը ազատագրված, նման ազդեցություններից։ Ես ինչի համար, որտեվ դա կարևոր է մեզ համար։ Հասկանում ես։ Որովհետև որևիցե մի երկրում ապրող հայը իմ հաշվին պիտի չապրի, որ ես տեղ ապրում եմ։ Մենք պիտի որոշենք ինչ ենք անում եւ չպետք է մտածենք դրսում եղածի տունը ստեղ է։ Ամեն։ Եվ մենք աղոթում ենք, որ աշխարհի բոլոր հայերը գան Հայաստան։ Իսկ մենք որոշենք, թե մենք ստեղ պիտի լավ ապրենք, թե վատ պիտի ապրենք։ Եվ ես հավատում եմ, որ մենք այսօր այդ որոշումը անում ենք։ Եվ ես հավատում եմ, որ ես իմ ընտանիքով գնացել եմ այսօր ընտատարածք, առավոտ շուտ եւ իմ ձայնով, իմ իշխանությամբ որոշել եմ իմ ծառայող իշխանություն։ Ով որ էդի չի արել, ինքը ավելի լավ քրիստոնյա չի։ Գիտես, այդ սուտ գաղափարը, որ մտել է հավատացյալների մեջ, եթե գիտեմ այդ 50-ական եկեղեցու այդ ժամանակաշրջանից է, մեզ միշտ ես ասում, մենք ընտրել ենք Հիսուսին, Հիսուսն է մեր թագավորը։ Ժողովուրդ, Հիսուսը մեր թագավորն է, բայց Պողոսից լավ տղա չլինենք, որ Պողոսն ասեց, որ այն իշխանությունները, որ երկրի վրա կան, դրանք Աստծուց են։ Ամեն։ Եվ երբ որ այսօր դու քո ձայնով, քո հռչակումով չես որոշում երկրավոր ժամանակավոր իշխանությունը, որտեղ դա է իշխանություն, որ քեզ պիտի ծառայի, վաղվա համար, որ երկրի վրա վատն է, չբողոքես, ու նորից եթե գնաս պանդխ տանաս, ինչ որ դրսերը ես իմ ինչերով զբաղվես։ Ոչ մեկից չբողոքես, որտեղ դու ես արել։ Դա համար ես վստահ եմ, որ ամեն մեկը գնացել եք եւ քվեարկել եք, դու գիտեք, առաջնորդվեք, չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ ծախվելը լավ բան չի, ծախվելը դի խասյատ կդառնա հետո փողի համար կարող այդ խասյաթը շատ վատ հետևանքներ ունենա։ Դրա համար ուզում ասեմ, լավ է, որ առանց վաճառվելու այդ գործողությունը անես եւ թշնամուն չուրախացնես։ Ամեն։ Որտեվ գիտես, ես դիվայն աշխարհի առաջարկածը իմ ձայնս վերցնելու համար ես երբեք չեմ փոխի, թքած ունեմ ոտերիս տակ, որտեվ Աստված ինձ իր որդու Հիսուսի արյունով գնել է եւ ինձ իշխանություն ա տվել եւ իմ խոսքն ու ձայնը իշխանություն ունի։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Որտեվ եկեղեցին իշխանություն է, ասա ամեն։ Գիտես, ես ում Մատթեոս ավետարան 5-րդ գլխից կարդամ այս հատվածը։ Եվ ժողովուրդները տեսնելով վեր ելավ Սարը, եւ երբ որ ինքը նստեց նրա աշակերտներ եկան նրա մոտ, եւ նա իր բերանը բանալով նրանց սովորացնում էր եւ ասում. Երբ որ ժողովուրդները տեսնելով վեր ելավ Սարը, երբ որ ժողովուրդները տեսնելով վեր ելավ Սարը, երբ որ ինքը նստեց, Հիսուսը ասում է, որ երբ որ ժողովուրդները տեսավ, Սարը ելավ։ Ինքը չգնաց ժողովրդի մեջ, ժողովուրդը իր հետևից գնաց։ Գիտես, Հիսուսը մեր հետևից մի անգամ եկել է իր կյանքը տվել է։ Բայց ժամանակ կա եկե, որ մենք պիտի գնանք Հիսուսի հետևից։ Գիտես, Հիսուսի երկրավոր ժամանակավոր կյանքի ընթացքում Տերը մի քանի անգամ ցույց տվեց, թե որտեղ պիտի իրան որոնենք ու գտնենք։ Կարող ես ասես, որտեղ պիտի իրան որոնենք ու գտնենք։ Որտեղ ասեց ինձ կհանդիպեք։
ներքին սենյակում Գալիլեայում գնացել եք Գալիլեա, հանդիպել եք իրան։ Ես մեզ եմ ասում, սիրել աշակերտներին չեմ ասում։ Գալիլեա։ Երուսաղեմի գերեզման, չէ՞։ Որտեղ որ 2-3 հոգի իմ անունով հավաքված են, ես այնտեղ եմ։ Սարի վրա պետք է սարը ունի խորհուրդ։ Առանձնանալ, առհասարակ, առանձնանալ Տիրոջ հետ պետք է թե պետք չի։ Ներքին սենյակում։ Ստեղ ասում են, երբ որ ժողովուրդները տեսնելով վեր ելավ սարը։ Եվ ժողովուրդները տեսնելով վեր ելավ սարը, այսինքն, ասեցի շո մի դիտավորյալ բան արես, տեսավ ժողովուրդը գալիս է, բարձրացավ սարը։ Ես սարը բարձրանալու համար պիտի հաղթահարես դժվարություն։ Սարը չես կարա հենց այնպես բարձրանաս։ Սարը բարձրանալու համար քարեր կան, չգիտեմ, ինչ որ սողացող հողեր կան, հա, պետք է բարձրանաս սարը։ Եվ մենք տեսնում ենք, որ Հիսուս ժողովուրդները տեսավ եւ վեր ելավ սարը։ Երբ որ ինքը նստեց, նրա աշակերտները եկան նրա մոտ։ Ով ասում է աշակերտները, բայց սրանք 12 աշակերտները չեն։ Սրանք են 500-ից ավել աշակերտներ են։ Նրանք ովքեր որ ուզում են սովորեն Հիսուսից։ Գիտես, նա ցենց մաս կա եկեղեցում, միշտ այդ մասը ինձ զարմացրել է, որ երբեք չեն ուզում սովորեն։ Մարդիկ կան, չէ, չեն ուզում սովորեն։ Օրինակի համար, տեսեք, իմ հայրս արվեստի մարդ ա եղել։ Ասեք նկարիչ ա եղել, քանդակագործ ա եղել, ոսկեչություն, ամեն ինչ, ամեն շնորհք ուներ։ Ես ինչքան էլ իր կողքը նստել եմ սովորել եմ, բայց գիտես ես արվեստի մարդ չդարձա, գիտես ինչի համար, որտեղ ես պետք է գնայի սովորեի ուսումնական հաստատությունում, որտեղ որ ուսուցիչներ կան։ Որտեղ հայրս ուսուցիչ եղել է, բայց իմ համար ուսուցիչ չի եղել։ Հասկանում ես։ Ես դա գնացի 4 տարի սովորեցի ուսումնական հաստատություն, որ նկարել սովորեմ։ Ես որ դու մի բան գիտես ու քեզ թվում է թե գիտես, բայց բանից դուրս գալի դու ոչ մի բան չգիտես։ Երբ որ դու գիտելիքը կիրառում ես, քեզ ասում են դու չես համապատասխանում այն ստանդարտներին, որով մենք պիտի քեզ գնահատենք։ Հասկանում ես։ Դուք հասկանաք ինչ եմ ասում։ Գիտես Հիսուսի աշակերտները Հիսուսի հետ գնում են եւ սովորում էին։ Սովորող մարդը դա աշակերտն է։ Հիսուսի աշակերտները առաքյալ չանվանվեցին, ասացին աշակերտներ։ Մարդիկ կան սովորելու խնդիր չունեն, սենց կգան, սենց կկանգնեն քո հետ հավասար, ինչ բաներ կխոսեն, բաներ կասեն։ Բայց դատարկություն։ Գիտես ինչից է դատարկությունը երևում քո երևույթային կյանքից։ Հասկանու՞մ ես ինչ եմ ասում։ Հիմա տեսեք, սա շատ կարևոր է։ Ժողովուրդները տեսելով վեր ելավ սարը եւ ժողովուրդ, երբ որ ինքը նստեց նրա աշակերտները եկան նրա մոտ։ Գիտես դու կարիք ունես Տիրոջ հետ առանձնանալու։ Մենք բոլորս կարիք ունենք դառնանք աշակերտ։ Գիտես այդ հպարտության եւ գոռոզության մասին մի հատ այսպեսի ասացված կա։ Մի նոր հարս տոլմա է ուզում սարքի իր տանը եւ ուզում է իմանա ոնց են սկսում տոլմա սարքելը։ Գնում է հարևանի մոտ, ասում է ինձ տոլմա սարքել կսովորացնես, ասում է հա։ Ասում է ոնց սարքեմ։ Ասում է դե վերցնում ես խաղողի թուփ, ասում է գիտեմ։ Ասում է դե վերցնում ես միս, ասում է գիտեմ, ինչ ասում է գիտեմ, ասում է բնոց գիտեմ, ասում է վերջը շարում ես, ասում է գիտեմ, ասում է վրան էլ մի գունդ աթար ես դնում, թրիկ։ Ասում է հետ էլ գիտեմ, դե ասում է գնա արա։ Հասկանում ես։ Գիտեմ, ու վերջը դու սա գալի, որ դու ոչ մի բան էլ չգիտես, որտեվ այն ինչ որ դու գիտես, դա չի համապատասխանում այն ամենին, ինչով որ դու պետքա երևաս կամ Աստծուն պիտի ծառայես կամ աշխարհում կամ որևիցե միտեղ։ Երբ որ մենք անցնում ենք վերնիսաժով, միշտ իմ քույրերը հարց են տվել, ասում են ինչ լավ նկար, ասեմ եթե դուք եք նայում լավ նկար, այդտեղ նկար չկա, այդտեղ ուղղակի մարդը սովորել է արտանկարել եւ չիմացող մարդուն կարա այդ նկարը $1000 էլ ծախի, բայց դա արժեք չունի, այսինքն ինքը Ստարյանի նկարների նման կամ մյուս մարդկանց հայտի նկարիչներով, երբ որ ինքը այդ նկարը հնանա, ինքը արժեք չունի, ինքը նույն կարող ավելի վատ լինի վիճակը։
Դրա համար քանի որ այտենց առել ես, այտենց էլ մատար ծախի, բայց դու չես կարող դա ծախես։ Հասկան, դեն կա արժեք չունի, որովհետև իրա մեջ չկա պրոֆեսիոնալիզմ, այսինքն այդով որ նկարել է, իրա մեջ չեն ներդրել այն մասնագետները, ովքեր որ սովորացնող են, ովքեր որ երկար տարիներ այդ գործի մեջ են։ Հիսուսի հետ, ովքեր որ անցկացրեցին աշակերտները, հա, երկար ժամանակ անցկացրեցին, 3 տարի սովորեցին։ Հիսուսը թողեց այդ աշակերտներին ում հետ։ Սուրբ Հոգու հետ։ Եվ աշակերտներն էլ փոխանցեցին Տիմոթեոս, 2 Տիմոթեոս 2 գլուխ 2 համարն ասում է, այն որ դու լսեցիր, փոխանցիր հավատարիմ մարդկանց, որ իրենք էլ փոխանցեն ուրիշներին։ Եվ այս փոխանցելու համար սովորել է պետք է։ Մենք այսօր դպրոց ունենք, բայց անմարդ չի գալի, չէ՞։ Այն վարդապետները բան են արդեն, որ բայց քույրեր եղբայրներ ունենք, որ տարիներով գալիս են եւ սովորում են։ Հասկանում ես։ Ես վստահեցնում եմ քեզ, որ իրանց խոսքի, ծառայության, կյանքի մեջ ավելի մեծ արժեք, պտղաբերություն եւ արդյունք կա, քան նրանց, ովքեր որ մտածում են, այտենց գիտեմ, միկրոֆոնը սեչ չեմ բռնում, հա գիտեմ։ Չեն կայնում ստեղ, հա գիտեմ, խոսում, գիտեմ։ Դա որ գալիս է հասնում աստե, ինչ որ գիտեր գլխից թռնում է, ուղեղը սկսում է մաղել, ներքնաշխարհը խառնվում է, որովհետև պրյամոյ էֆիր է։ Բայց ես մի բան ասեմ, եթե դու Աստծո հոգով ես շարժվում, ամեն ինչ որ քո դեմը դուրս եկել, քո կողմն է ընկնում։ Ամեն։ Փառտիրոջը։ Եվ ես ուզում եմ ասեմ մի հատ կարևոր բան։ Երբ որ ժողովուրդները նա տեսավ, Սարը բարձրացավ, տեսնի ով է գալի սովորելու։ Հասկանում եք։ Այդ գիտեմներին ավելի շատ են մարդիկ հետևում։ Այսինքն ես մատ եկեղեցի կար, երբ որ փառաբանությունը տեսա կանգնած փառաբանում է երկում, մեկ էլ հենց փառաբանությունը բրծավ, այս մարդիկ գործիքները բանը, ոնց որ գործի էին եկել։ Գործիքները բանը հավաքեցին, մեկ է դրով դուրս եկան գնացին։ Մնաց ժողովուրդը դահլիճում։ Ասի լուրջ մասսա է եղել դա։ Տիշ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ։ Եվ հարցը այդ գիտեք այս պատմությունը ես ասեք չեմ ուզում այդ տնային տատը բոլոր քույրերս էլ այտենց են որ ասեմ սաղիթը կպնելու է այն որ տանը մի հատ տոլմա սարքոսմա հələ իմ սարքած տոլմեն կեր սուս ուտում ես աղը մեջ գժվում ես sense աղից լավներ սուս ամոթու խաթր ոնց որ աղի բլիթ կերացել ես ասենք հեսա կարող եմ ամուսնացած չլես հաստատ մի 7 հոգու կտենաս որ ջուր են բերում քեզ Ստիվաս հա շատ լավներ քո էփած տոլմեն Սուսան քրոջ էփած տոլմից շատ լավներ Սուսան քրոջ տունն է որ գնաս ասում քո էփած տոլմեն հասմի քրոջ այսպես մարդիկ կան որ գայս են Հայաստան սաղ երկրներով ֆեռում են սաղ ուր ասես խոսացել շատ սիրեցի ձեր ազգը սիրեցի ձեր լեզուն սիրեցի ձեր ուտելիքները դա ամենտեղ պետք է մի բան ուտի պետք է գովի որ հաստան չէ Բայց մի բան կա, որ մենք պետք է կարողանանք հասկանանք սիրելի քույրերս եղբայրներս, ինքնագովաբանությամբ, ինքնավստահությամբ։ Ասում եմ դու քո հասկացողության վրա հույս մի դիր եւ մի վստահի։ Մարդիկ կան շատ են վստահում, չէ՞ որ ես կարամ խոսեմ, ես կարամ ասեմ, ես սրատակից դուրս կգամ, ես կանեմ, այն կանեմ, մեկ է տենում ես վաբշե սկես գնացել է, ասում ես, հա, ինչ կա, ձենը չկա։ Անգամ մեկը սենց շատ մեծամիտ իր մասին հեքիաթներ պատմող, դες էլ գիտեք, խոնար մարդ որ լեգենդեր է պատմում իր մասին, Սասունցի Դավիթ է, ասենք Վերգոնա այն բառը չասեցի այն մարդ, ասենք դες գալիս պատմում են, վերջում գիտես ինչ ասեց մեկը, ասես գիտես որ իմ կողքը կանգնելու համար մարդիկ երանի են տալիս։ Հորոսի, իսի վերջ, ասի երաների մեջ կա կանգնդ։ Երանի քո կողքը կանգնողներին, որովհետև նրանք հավիտյանս հավիտենից կխայտարակվեն։
Վերջում ես տենց այս կարաս 1000 դրամով ձեռս բռնես։ Ասի ճիշտ ասած տենց չգիտեմ այդ ոնց է արվում։ Բայց ասի որ տենց երանելի մարդ ես։ Ինչ ձեռք բռնել, ինչ բան է ախպեր։ Դու գնա արդեն կյանքը ծանը կանաչ ծաղիկներով լեցվել է, էլի ինչ ձեռքդ բռնենք 1000 դրամով։ Եվ կողքդ կանգնենք ու երանելի զգանք մեզ։ Ես գիտեի, որ Հիսուսի կողքին եմ ես երանելի, բայց բանից դուրս է գալ, որ մարդիկ կան, որ իրանց կողքը դու պիտի շատ երանի զգաս քեզ։ Անկեղծ ասած ապաշխարությունիցս հետո նման բաներ իմ կյանքում շատ քիչ կա։ Ես շատ երանի չեմ զգացել ոչ մեկի կողքին ինձ։ Երբ որ Հիսուսին հանդիպել եմ, այդ երանիներին ուղարկել եմ այնտեղ, որտեղ որ իրանք պետք է լինեն, եւ ես առաջ եմ եկել։ Իրանք լենին ցեխի մեջ են, այդ նույն մակարդակի վրա։ Երանիներով հավաքվում են առավոտից, այս երանիներով էլ գնալու են, հետո իրար թաղում են տենց։ Երանիներով, հետո շախ, թերթով։ Բայց գիտես Հիսուսի հետ հանդիպողները իսկապես երանելի են։ Եվ գիտես ինչ ասեց Տերը, ստեղ ասեց երանի։ Բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, դու մի մտածի, որ Հիսուսը երանի հոգով աղքատներին։ Եթե մարդը չբարձանար լեռը եւ չնստեր այն աշակերտի աթոռի վրա, Հիսուսը չէր ասի երանի։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Ես գիտեի կյանքում այնքան բան եմ սովորել, այնքան շատ մեծ ես իմում, բայց դու մի ասա, ինչքան դատարկ մարդ կա, հետը շփվել էի։ Բայց մի հատ կարևոր բան, երբ որ Հիսուսին հանդիպեցի, ես մի բան զգացի, երանի ինձ։ Երանի, որովհետև ես զգացի ինչ աղքատ մարդ եմ ես։ Գիտես ինչով, հոգով աղքատ։ Երանի հոգով աղքատներին, այ որ դու եկար բարձրացարես լեռը, այ դա խոսում է, որ դու հոգով աղքատ ես ու երանի քեզ։ Երանի քեզ, երբ որ ամեն առավոտ վեր ես կենում ու հասկանում ես, որ դու դատարկություն ես, որ քո ներքնաշխարհդ ոչ մի բանով լցնել չի լինի։ Սովորել ես, կրթվել ես արել, ես արել, բո ես քշել, ես իմ այսօր լավ ես հագնվել, վատ ես հագնվել, բայց դու մի բան ես հասկանում, ես ինչ աղքատ եմ ես հոգով եւ միայն նրա հետ շփվելով ու հաղորդակցվելով որ հարստանում եմ։ Եվ գիտես ես քեզ մի բան ասեմ, որ քո իրական այս երևույթային կյանքը փոխվում է։ Երբ որ դու հարստություն ձեռք կբերես նյութական, դու դրա համար քեզ չես համար երանի։ Ես այսօր աշխարհում սովորություն չէ, կա հարուստների հետ են գնում, բայց անկախ նրանից այդ հարուստները դատարկ են, ինչ չեն, գրագետ են, անգրագետ են, խոսել գիտեն, չգիտեն, մարդկանց զարմանալի է, այդ չի հետաքրքրում։ Օրինակ ես միշտ մարդկանց որ բացատրում եմ, չէ՞, զգում եմ, չէ, ինքը ուզում է մեկին, որ իրան թույլ տա անօրենություն, որ իր գողությունը արդարացնի, որ իր սպանելը արդարացնի, որ իր մաքսանենգ կյանքը արդարացնի, որ իր կաշառակերությունը ու կաշառ տալը արդարացնի, ծախելն ու ծախվելը արդարացնի, մատնելն ու մատնվելն արդարացնի։ Բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, Հիսուս չեկավ մեզ մեղքի մեջ արդարացնի, եկավ մեզ մեղքերից արդարացնի ու մեղքից ազատի։ Ես չեմ համարում այն մարդը, որ Քրիստոսի մեջ է, գիտես, որ 5 րոպեն մեկ հոգեկանի նման գնում աշխարհ, գալի գնում։ Ես զարմանում եմ այդ մարդկանց վրա։ Այս հոգեկան տվայտանքները ինչի պետք է։ Գիտես, ես ոչ մեկի համար չեմ ապաշխարել եւ իմ ապաշխարությամբ ոչ մեկին չեմ զարմացրել։ Մարդիկ կա մտածում են, որ իրանց ապաշխարությունը մեզի ցնցել է։ Սենց շոկի մեջ ենք։ Այդ շոկի մեջ կարա գիտեք այդ որ եկեղեցիներին կամ այն հովիվներին, որ ասեն գնում են Հոլանդիա ման են գալիս են ամենաթույն նարկաման հային, որ ապաշխարել է ու փող են տալի, բերում են իրանց եկեղեցի, ասում են մի հատ կայնի, վկայի, էս էլ վկայում է։ Վերջի դեղը անտառում արեցի, հետո դևերն եկան ասին ավելի լավ դեղ ունենք ուզես։
Ուսենց վկայում է, ոնց որ սաղ եկեղեցին դեղանող են, դրան էլ բերել կայնացրել է ու զարմացնում է, այդ դեղանողը, որ ապաշխարել է, իրա կաշին է փրկել դժողքից, ինձ ինչ, ես դեղանող չեմ եղել։ Ու միշտ այնց ինչ-որ եկեղեցիներ կան, միշտ ինչ-որ հանցագործների ապաշխարությունը, ասենք, ամարդ կարա կանգել, Նիկի Կռուզը ապաշխարել է, սաղ իրանց Նիկի Կռուզի տեղ են դրել, ասենց, ուզում են խոսան, որ համոզեն, որ իրանք էլ պակաս Նիկի Կռուզ, Իսկ նորմալ մարդ լինելը աննորմալ է։ Ես մեկ-մեկ այդ վկայությունները լսում եմ, մտածում եմ, որ այդ եկեղեցիներում նորմալ մարդ չկա։ Այսինքն նորմալ մարդկանց ապաշխարությունը, դի ապաշխարությունը չէ, որ Տիրինայի ապաշխարությունը ինչ է, գոհարը, Իրաքույրը, դե ինչ խեղճ ու ապաշխարություն։ Ինչ պետք է, իր ապաշխարությունը ինչ պետք է։ Բայց սիրելի քույրեր, եղբայրներ, ինձ համար միշտ բոլորի ապաշխարությունը հրաշք է։ Անկեղծ ասած, այդպես մարդ չկա, որ ասեմ, այս ինչի ապաշխարություն, ցնցել այն մոկը։ Իմ երեխեքի ապաշխարությունը լրիվ ինձ համար հրաշք է։ Խստից ա։ Հələ սեմը ինչ թարս է նայում ինձ։ Ամեն մարդին Ես որ ապաշխարել եմ, հասկացել եմ, ես ինչից եմ դուրս եկել, դատարկությունից, աղքատությունից, մեկի ձեռքից եմ բրծել, որ ամեն վարկյան ինձ աղքատացրել է, և ես ցնցոտիներով եմ եկել։ Գիտես, քո իրական վիճակը ցույց է տալիս, թե դու որտեղից ես եկել, հազար ներողություն։ Էլ եմ ասում, մեկ-մեկ դες նալնիկներով, ինչ-որ սենց շորտիկներով, ինչ-որ սենց անհասկանալի մայկեքով սենց գալիս են, ու սենց խոսում, կարող է լավ չեմ ես։ Կամ հավատքս կորցրել եմ, որ լույսի վրա կարտոշկա է աճում։ Ուզեմ ասեմ, լսի, ասում եմ, դու եկել ես թալանված, կողոպտված, լեգենդ, պատմի քո մասին, պատմի, քանի գողլատի գլող ես ճարդե, ինչ ես արել, լսի, դու եկել ես թալանված, ողորմելի վիճակով, Աստվածաշունչը մեր կերպարն ասում է, կույր Բարտեղեմոսի կերպարի մեջ նախքան ապաշխարելը, այն անձնավորության հետ, որին հանդիպեց Հիսուսը, գիտես որ ջրհորի մոտ, Բեթեսդայի ջրհորի մոտ, ինձ երբեք ոչ մի բան չի կաշկանդեցրել, որ ես ավետարան քարոզեմ, սատանան գլուխը պատին ա տվել, որ ես կկաշկանդվեմ իրական ավետարանը քարոզեմ, սիրելիներ, այդ ու ներվերի վրա ինչքան ազդի, ինձ էդի չի հետաքրքրում, որտեվ ես մի բան գիտեմ, երբ որ դու սուտը ընդունել ես ճշմարտության տեղ, դու երբեք ճշմարտության մեջ չես գա։ Նույնիսկ եթե աշխարհի ամենահարուստ մարդը գա, ես մի բան կասեմ, դու թալանված, կողոպտված, աղքատ մեկն ես։ Սիրելի քույրեր, եղբայրներ, փող ունենալը մեզ հարուստ չի դառնում։ Ես շատ մարդկանց եմ տեսել, որ փող ունեն, բայց աղքատ են, աղքատ։ Ես ինչի համար, որովհետև Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը։ Բայց որ աղքատների, փողով, սիրելիներս, հարստանալը մեզ երջանիկ չի դարձնում։ Արա Հայաստանում կաշառակերություն է, արա ավիրեց այն մարդը, փչացրեց, արա, մենք կաշառք ենք վեսնում, Գիտես, մենք կաշառք ենք վերցնում ումից, գիտես, որ միջնորդում ենք նաև, մարդիկ են ասում, ասենք, դու մի հատ լավ բժիշկի տեղ գիտես, ասենք, այս բժիշկն ասում է, որ $1000 կվիրահատեմ, մի հատ էլ 500 դու վրեն դնում ես, ու մեկին տանում ես իրա մոտ, հասկացար։ Այս կաշառ սիրող մարդիկ են։ Ես շատ եմ մարդկանց տեսել, որոնք որ երբ որ քեզ տեսնում են, ասենք, ընկերն ես, աղբերն ես, ով ես, ինչ ես, բայց իրանց փողն ու կաշառքն ավելի հետաքրքիր է, քան դու։ Երբ որ դու գնում ես, օրինակ, կաշառակեր բժշկի մոտ,
Երբ որ դու պատում ես քո հիվանդությունը, ու դու տեսնես բացեն սառնասիրտ պատ ընդ նստած, ասում եմ 1,200,000, բայց բժիշկ մեռնում եմ։ Մեռի, 1,200,000։ Գնա, քանի չես մեռեք թի, ժամանակ։ Ու սրանց քոքը կտրվի Հիսուսի անով հավիտյանս հավիտենից, հասկանում ես։ Իսկ ազգասերներ արա, ասեն սուպեր ազգասիրության տենց շուր մակարդակ կա, շատ են սիրում իրանց ազգին, բայց որ թողես ազգի արունը կխմեն, հասկանում ես։ Ես մի բան գիտեմ, որ սերը Հիսուսի բոլորի նկատմամբ էր։ Թույլի, ուժեղի, տկարի, զորավորի, հիվանդի, առողջի, ընկածի, կանգնածի, ամեն։ Եվ Հիսուսը ասեց երանի հոգով աղքատները, երբ որ դու հասկանում ես քո ներքին աղքատությունը ամենասոսկալին ու ցավալին է, հասկանում ես, որովհետև քեզ հարստացնողը Տերը չի։ Գիտես այն մարդկանց, ովքեր որ Տերը չի հարստացնել, վախի մեջ են, սարսափում են, ցասում կա, գիտես, ես շատ հարուստ մարդու եմ հանդիպում անգամ, շատ հարուստ, մասեմ անունը կիմանաք, հենց սաղատել ունեք էտ ամեն ինչից, մի անգամ տեսա, սենց ասեց հիմա որ քո երեսիդ խփենք մյուսը դեմ ես տալի, ասիլը թող խփողը գա, հետո կասեմ։ Սրանք գիտեն մենք բան ենք, սենց կու տկերած հավեր ենք, էլի սենց վզներս կցած, սենց իրանք ինչ ուզեն պետք է ես երկրում անեն, մենք էլ տենց պետք է հաշտվենք, ոչ սիրելիներ։ Հիսուս Քրիստոսյանով ես միշտ արմատախիլ եմ արել ու նզովել եմ նման դիվային ծագում ունեցող գործունեությունները։ Ես ինչի համար, որտեղ ես երկրի մեջ ես ապրում եմ եւ ամեն ինչից օգտվում եմ, բայց որը որ մեղք չի։ Ես իրավունք ունեմ լավ մեքենա էլ քշեմ, լավ տան մեջ էլ ապրեմ, լավ շորեր հագնեմ, թող տենան պայթեն։ Չէ, լավ չի։ Ուզես լավ հագնվում ես, դուրս ես գալիս ու ասենք ասում ես որ Հիսուսին եմ հավատում։ Իրանք Հիսուսին հավատացող գիտեն սենց ինչ-որ մի հատ սենց ինչ-որ ստե մազերը սենց աճելաս, սենց քրդնելաս, դեղնելաս, մի թայ արդեն էլ հագնելու բան չի, կոշիկները սենց զորովա քրշտալիս ինչ-որ բան։ Բայց ոչ, սիրելիներ, թագավորի որդիները պետք է իրանց արտաքինով էլ համապատասխանեն թագավորի որդիներու։ Ամեն։ Վախի անեծքը մեկը միշտ պետք է քանդվի։ Եվ բոլոր այն նզովյալները, որոնք դիվային աշխարհի կողմից կանչված ու կոչված են եղել այս երկրի մեջ վախ բերեն նզովյալը եւ պիտի արմատախիլ լինեն։ Սա իրական է։ Սա ճշմարիտ է։ Սա Տիրոջ անունով է։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, որ Հիսուսն ասեց երանի հոգով աղքատներին։ Եթե դու գնում ես Տիրոջ մոտ հոգով հարստանաս, Սուրբ Հոգու զորությամբ, որտեղ ասում են նրանցն է Աստծո թագավորությունը, իսկ այն որ իմ մեջ է, դա ավելի զորավոր է ու մեծ է, քան նա որ աշխարհում է։ Հասկանում ես։ Իմ 10,000 դրամ ավելի մեծ արժեք ու զորություն ունի։ Գիտես ինչի համար, որտեղ ես 10,000 դրամով չեմ հարուստ։ Ես տես մարդիկ կան, որ երբ որ փող ունեն, սենց տրամադրությունները բարձր բան, արի տանեմ քեզ հացկեր, հաշքերը փակախոս, քեզ մի բան առնեմ, նվեր առնեմ, բայց որ փող չկա, հետս մի խոսացեք, սև ամպեր են եկել, ես քեզ մի բան ասեմ, սիրելի քույրես ու եղբայրս, երբ որ դու 1000 դրամ ունես գրպանդ, դու զգաք ես հարուստ մարդու նման, բայց այդ զգացողությունը բան չի փոխելու մեջդ ամեն։ Դա պիտի քո մեջ Սուրբ Հոգին բերի։ Դու չես կարա զգաս, ցույց տաս, ձևանաս, ասես ես 1000 դրամ ունեմ ու ես հարուստ եմ, դու ինչ հարուստ ես, 1000 դրամը ծախսես դրամ, քթերը կախելու ես մինչև ես խոսալ չի լինի։ Բայց տեսեք ինչ ասում։
Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը, որ հասկացել են, որ Աստծո թագավորության ներկայացուցիչը Սուրբ Հոգին երկնքի արքայությունը ուտելիք խմելիք չի։ Կներեք, ես շատ եմ սիրում ուտող խմող հավատացյալների, բայց ուզում եմ ասեմ, երկնքի արքայությունը դրա մեջ չի։ Գիտես, երկնքի արքայությունը ինքը Սուրբ Հոգին է։ Հիսուս ասեց, երկնքի արքայությունը դա ուտելիք խմելիք չի։ Դա ուրախություն է, դա ցնծություն է, էլ ինչ է։ Խաղաղություն է։ Բայց որ դու խաղաղ չես, երկնքի արքայության հետ կապ չունես։ Խաղաղություն լավ բան է։ Լավ բան է։ Դա երկնքի արքայության արտացոլանքն է, ամեն։ Հա, բայց մարդիկ խաղաղություն չեն սիրում ախպեր, իրանք ուզում են ավտոմատը վզներին գցեն, խաղաղ ժամանակ փողոցներում քայլեն, ֆիդայինի շորեր հագնեն, բացինկով սապոկներով, սենց ինչ-որ իրանց թաղի խրամատը պահեն։ Շմի հատ են միրուկ պահեն ու հետևը գրեն չավուշ։ Իրանք խաղաղություն չեն սիրում։ Սենքը թող պահեսներում լինի, սենքը թող շատ լինի, եթե երկրի ապահովություն ա բերում, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ, խաղաղությունը Աստծուց է, և Աստված ա բերում խաղաղություն, և այն, որ մեր երկրի մեջ այսօր խաղաղություն կա, դա Աստծո պարգևն է, ամեն, փառք Տիրոջը, հա, ծապ մի տվեք, ամոթ համար, հավատացել է ծապ գտա, Երանի հոգով աղքատներին, Երանի քեզ, որ լավ փող ունես, կալոտներով, դաստիկով, սենց փող ունես, բայց դու գիտես, որ դու երանի չես փողով, դու աղքատ ես հոգով, ու դու գնում ես Տիրոջ առաջ, որ այդ փողերը դժոխքին չծառայեն, խավարին չծառայեն, որ դու իշխանություն չառնես, որ դու իմանաս ամեն Հիսուսի Տեր ու Փրկիչ ընդունողը, ամեն Հիսուսի անունին հավատացողը արդեն իշխանություն ունի, փողով իշխանություն չի գալիս։ Փողով, եթե իշխանություն ես, փողը գնաց, տալյապկա ես դառնալու։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Շատ հարուստ մարդիկ կային կոմունիստների ժամանակ, աղքատացել էին, փողոցում փող էին հավաքում, գիտես ինչի համար, որովհետև հոգով աղքատ էին։ Բայց մի հատ Աստծո մարդ, մեծ դեպրեսիայի ժամանակ 30-ականին, գիտնական, Աստծուն հավատացող, ամբողջ աշխարհով մեկ, բանկային հաշիվները հոդս են ցնդում։ Այս մարդը զանգում է իր հաշվապային, ասում է, ինչքան փող է մնացել իմ հաշվին, ասում է $10,000, ասում է շուտ, այս ինչ Աստծո մարդու միսիային ուղարկի այդ փողը, ասում է դու գժվել եք, դա մեր ընկերության վերջի փողն է, ասում է շուտ, մարդը հոգով հարուստ է։ Հասկանում ես։